Washington Summit. Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղին է, որը կապահովի Զանգեզուրի միջանցքով սահուն անցում։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա։ Ագրեսիվ տերմինաբանություն է, ընդունելի չէ Հայաստանի տարածքը Արևմտյան Ադրբեջան կոչել։ Դա հստակ զավթողական կոնցեպտ է։ Արևմտյան Ադրբեջան վերադարձի գաղափարն Ադրբեջանում համազգային գաղափար է։ Հատվում առաջ են բերում նոր պահանջներ։ Ձեր խաղաղություն ընտրած ճանապարհը շատ վտանգավոր է Ալիևի ախորժակը փակելու համար։ Անցնող տարվա ընթացքում Ադրբեջանում գրեթե ամեն շաբաթ խոսում էին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, անգամ Թրամփի ուղու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելուց հետո խոսույթը չփոխվեց։ Ինչու՞։ Որովհետև եւ Ադրբեջանում եւ Թուրքիայում Զանգեզուրի միջանցք բառակապակցության տակ հասկանում են շատ կոնկրետ քաղաքական ծրագիր, որը ենթադրում է ոչ թե ուղղակի Հայաստանի Հանրապետության տարածքով ինչ որ ճանապարհի կամ ճանապարհային հանգույցի կառուցում, ինչպես որ շատ հաճախ ներկայացնում են մեզ հայկական լսարանին, այլ ենթադրում են ըստ էության Սյունիքի, ապա ճանապարհը ամբողջ Հայաստանի Հանրապետության վրա թուրք-ադրբեջանական քաղաքական ազդեցության տարածման առաջին կարևորագույն գործիքներից մեկը։ Հետևաբար, եթե այլ լսարանների մոտ միջազգային, երկկողմ, բազմակողմ ձևաչափերում հաճախ խոսում են ճանապարհների մասին, ճանապարհային ենթակառուցվածքների, դրանց բացման մասին, ապա ներքին, այսինքն ներքին սպառնան այն խոսույթում, այն քննարկումներում, որոնք ըստ էության բացահայտում են այդ ծրագրի էությունը, իրենք շատ ազատ խոսում են հենց Զանգեզուրի միջանցք կոչվածի մասին, որը իմիջիայլոց ինքնին տերմինը, այսինքն այդ արտահայտությունը պատահական չէ, որովհետև դեռ 1920-ական թվականներից այդ տերմինի տակ հասկանում էին ամբողջ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի փաստացի շարունակական օկուպացիան։ Հայաստանը պարբերաբար ոչնչացրել է Արևմտյան Ադրբեջանում բնակվող ադրբեջանցիների հարուստ նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությունը հայտարարել է Իլհամ Ալիևը։ Նա ադրբեջանցիների նկատմամբ իբր իրականացվածը որակել է մարդկության դեմ հանցագործություններ, խոսել դրանց միջազգային իրավական գնահատական տալու անհրաժեշտության, նաեւ ադրբեջանցիների վերադարձի մասին։ Ինչպես հակադարձել բռնապետին։ Դրանց էությունը ոչ թե պատմական արդարության, ինչպես իրենք են ներկայացնում, դրա վերականգնում, այլ իրականության մեջ Հայաստանի եւ հայության նկատմամբ հավելյալ ճնշման գործիք ստեղծել եւ այդ գործիքը օգտագործել։ Այսինքն պետք է հորինել միֆ, այդ միֆը հնարավորություն է տալիս Հայաստանի վրա հավելյալ ճնշում գործադրել, այլ ճնշման շնորհիվ իրենք կարողանում են ստանալ այս կամ այն հարցում հավելյալ զիջումներ։ Հիմա եթե Հայաստանը ասում է, որ գիտեք, ես այլևս չեմ հետամուտ լինելու Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, կոպիտ ասած Ադրբեջանը եթե նույնիսկ ասի, որ Ադրբեջանով այլևս չի զբաղվել, այդ ստացվեց, որ մենք զիջում ենք, իսկ իրենք ոչինչ չեն զիջում, որտեղ իրենք դատարկ հորիված բանն են զիջում։ Բայց իրականության մեջ ցավոք սրտի Ադրբեջանը նույնիսկ այդ պարագայում չի պատրաստում հրաժարվել այսպես կոչված Արմենիան Ադրբեջանի թեմայից, ավելին դատելով այն մեծամասշտաբ աշխատանքներից, այն համալիր նախապատրաստությունից, այն արդյունաբերական մասշտաբի քարոզից, որ արվում է Ադրբեջանում, այսպես կոչված Արմենիան Ադրբեջանի թեմայով, ամեն ինչ հուշում է, որ իրականության մեջ հող է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության նոր տարածքների հանդեպ ադրբեջանական ծավալապաշտության, այսինքն ադրբեջանական նվաճողականության համար։ Մի կողմից Ադրբեջանը հայ գերիներ է պահում, պետական մակարդակով շարունակում հայատյաց ռետորաբանությունը, օկուպացված պահում Հայաստանի տարածքի մի մասը, մյուս կողմից վառելիք վաճառում ու իր տարածքով Հայաստան տեղափոխվող բեռների տարանցում թույլ տալիս։ Հակասություն չկա այստեղ։ Հակասություն չկա մի քանի պատճառով։ Առաջին, որ դարձյալ այն ինչ որ մի կողմից անում է Ադրբեջանը Հայաստանի ու հայության նկատմամբ, սկսած Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի նվաճումից ավարտած արդեն 5 տարի է Բաքվի բանտերում խոշտանգվող հայ գերիների, ռազմագերիների հարցերով, ընդհանրապես համեմատելի չեն մի քանի այսպես առանձին նախաձեռնությունների հետ, ինչպիսիք են օրինակ, չգիտեմ, հացահատիկի 1-2 վագոնի տեղափոխում կամ մի քանի սահմանափակ քանակությամբ ինչ որ վառելիքի տեղափոխում։ Ադրբեջանը իրականում ոչ թե կորցնում է, ոչ թե բարի կամքի դրսևորում է ցուցաբերում եւ ինչ որ զիջում է անում Հայաստան, այլ իրականության մեջ շարունակում է նախապատրաստական աշխատանքը Հայաստանին էլ ավելի շատ կախման մեջ դնելու համար, որովհետև եթե պատկերացնենք այն պահը, որ Ադրբեջանը դառնում է Հայաստանի Հանրապետության վառելիքի օրինակ հիմնական մատակարարը, ապա այդ նշանակում որ Ադրբեջանը դառնում է մեզ վրա հավելյալ եւս մեկ գործիք ունեցող, ճնշման գործիք ունեցող երկիր։ Ու այն պահին, երբ որ պետք կլինի
ինչ որ մեկ այլ զիջում կատարել, մեզ համար կարևորագույն հարցում ադրբեջանցիներն ասելու են կամ զիջեք, կամ մենք ձեր վառելիքը կկտրենք, որտեղ դուք էլ ուրիշ տեղից չունեք։ Էրդողանը հայտարարել է, թե տարեսկզբից Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի։ Թուրքիան անկեղծորեն ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, թե քայլն այլ նպատակ է հետապնդում։ Ադրբեջանում եւ Թուրքիայում իրական խաղաղության մասին իրական քննարկում չկա։ Կա հակառակը, մենք մեզ համար Թուրքիայի եւ Ադրբեջանի համար Հարավային Կովկասը հույժ կարևոր է։ Հարավային Կովկասում մեր ազդեցության մեծացումը հնարավորություն է տալիս մեզ մեծացնել մեր կարողությունները, ուժը, տնտեսական, քաղաքական եւ այլ ներուժը եւ դա տարածել այլ ավելի մեծ տարածքների վրա, այսինքն Հարավային Կովկասից պատկերավոր ասած Թուրքիայի ձեռքը ավելի է երկարում դեպի Հյուսիսային Կովկաս, դեպի Կենտրոնական Ասիա, դեպի Իրանի խորքը եւ այլն։ Եվ դա անելու համար մեզ պետք է Հայաստանի վրա հնարավորինս մեծ ազդեցություն ունենանք։ Հնարավորինս Հայաստանը մտցնենք մեր ազդեցության գոտում։ Իրենց խնդիրը այս պահին որն է։ Մի կողմից ճնշումը մեծացնել, մյուս կողմից օգտագործելով արևելյան դիվանագիտության եւ մասնապես թուրքական դիվանագիտությանը բնորոշ այն ինչ որ մենք կոչում ենք քաղցրասացություն, այսինքն այսպես շիրայով, քաղցրավենիքով գրել ու գայթակղել քո զոհին, քո թիրախին, բերել նրան այն դաշտ, որտեղ ինքը դիմադրելու հնարավորություն չի։ Այդ ճիշտ այդ նույն բանը այս պահին անում են Ադրբեջանը եւ Թուրքիան։ Ադրբեջանը շարունակում է ավելացնել ռազմական բյուջեն Թուրքիայի հետ ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման մասին հուշագիր վավերացնում, զորավարժություններ կազմակերպում։ Հեղինակավոր The Economist պարբերականը 7 հակամարտություն, որոնց պետք է հետևել գալիք տարում վերնագրով հոդվածում գրում է Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին։ Ինչ է սպասվում 2026 թվականին՝ պատերազմ թե խաղաղություն։ Ոչ աշխարհում, ոչ առավելևս մեր տարածաշրջանում պատերազմներն ու հակամարտությունները չեն դառնալու պատմություն, այլ ճիշտ հակառակը։ Բոլոր երկրները պատրաստվում են նոր զինված բախման, բոլոր երկրները զինվում են, սպառազինությունների անհավանական մրցավազք է, այսինքն բոլորը զենք են առնում, բոլորը զենք են կուտակում։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Հայաստանի անմիջական հարևանությամբ կա մի քանի ակտիվ եւ կիսաակտիվ կոնֆլիկտ այս պահին, դրա համար խոսել այն մասին, որ աշխարհում մենք բացառիկ ենք լինելու են բանով, որ մեր մոտ էլ կռիվ կոնֆլիկտ չի լինելու, դա դարձյալ մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում։ Իսկ ավելի վատ, դրա գիտակցված քարոզը նշանակում է հանրությանը ոչ թե պատրաստել այդպիսով հեռացնել քեզնից կոնֆլիկտը, այլ ճիշտ հակառակը, հանրությանը չպատրաստել եւ բերել մի իրավիճակի, երբ որ կոնֆլիկտի հավանականությունը այլ ավելի մեծացնում է։ Բոլոր իմաստներով 2026-ը լինելու է կարևոր տարի, լինելու է շատ այսպես վտանգավոր տարի եւ պետք է լինել չափազանց զգոն, միևնույն ժամանակ չափազանց պատրաստ իրավիճակի ամենատարբեր զարգացման։